Ողջույն սիրելի ունկնդիրներ, կսմիթներն է եթերում։ Մենք բոլոր տղամարդկանց եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ ընթացքի մեջ է կանանց նվիրված միամսյակը, եւ այսօրվա թողարկումը նույնպես սիրով նվիրում ենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Թե անեկդոտներ ունենք նրանց մասին եւ թե հետաքրքիր ասույթներ, որոնց հեղինակները ամենայն հավանականությամբ տղամարդիկ են։ Դե ինչ սիրելի կանայք, լսեք հաղորդումը եւ համապատասխան հետևություններ արեք դրանից, միայն թե երբեք չկորցնելով հումորի զգացումը։ Ստուդիայում իհարկե ձեզ հետ են Սարգիս Նաջարյանը, Մարիանուշ Գրիգորյանը, Ելենա Չոբանյանը։ Երբ է գալիս այն պահը, երբ տղամարդը սիրեկանի կարգավիճակից ամուսնու կարգավիճակ է ստանում։ Երբ ծաղիկների փոխարեն կանաչի է գնում։ Գիտես ինչ է էրոտիկան։ Ոչ, ես 9 երեխա ունեմ եւ ժամանակ չունեմ գիտությամբ զբաղվելու։ Երկու դեռատի աղջիկ զրուցում են իրենց առաջիկա ծրագրերի մասին։ Մեկ ամիս հետո ամուսնանում եմ։ Ասում է մեկը. Հավանաբար քո սիրած տղայի քեֆին քեֆ չի հասնի, հա։ Պատմում է մյուսը. Չէ հա, նա դևի նման կատաղած է։ Ես նրա հոր հետ եմ ամուսնանում։ Աղջիկս, խնդրում եմ, շատ եմ խնդրում, մի ամուսնացիր, մի կապիր կյանքդ այդ մարդու հետ։ Ասում է մայրը. Մի անհանգստացիր, մայրիկ, կարճ ժամանակով եմ ամուսնանալու։ Now you know that ain't right. Well, you better watch out if I meet him tonight. I said when I get low, oh, I get high. Չգիտեմ ինչ անեմ։ Եկել եմ այն եզրակացության, որ մերկ ու դատարկ ձեռքերով հնարավոր չէ տղամարդկանց գրավել։ Ասում է աղջիկը մորը. Նմաններին մերկ ոտքերով են գրավում, միամիտս։ Խորհուրդ է տալիս փորձառու մայրը։ Oh, I get high. Ով է կինը, հարցնում են հայկական ռադիոյին։ Կինը վարդ է, որի ծաղկաթերթերը սիրեկաններն են պոկում, իսկ փշերը մնում են ամուսնուն։ Ինչու նրանք, ովքեր քեզանից դանդաղ են շարժվում, ապուշ են, իսկ ովքեր արագ, մանյակ։ Եթե ձեր վրա ծիծաղում են, ուրեմն դուք ուրախություն եք բերում։ Երբեք չես իմանա կնոջից ինչ սպասել, տղա թե աղջիկ։ Եթե կա տնային տնտեսուհի, ուրեմն պետք է լինի նաև վայրի տեսակը։ Դուր կնոջն անսահմանափակ ազատություն եւ նա իսկույն կսահմանափակի քոնը։ Մեր թողարկումն ավարտվեց։ Այն սիրով պատրաստել էին Լևոն Բլբուլյանը, Մարիետա Մանգասարյանը, Անահիտ Սահակյանը, Թամար Մուրադյանը։ Ցտեսություն սիրելիներս։